Կապան քաղաքից մինչև 15 կիլոմետր հեռավորության բնակավայրերի, ինչպես նաև Կապան Աճանան ճանապարհին գտնվող գյուղերի բնակիչների համար ՄԱԶԾ կայուն համայնքներ ծրագիրը կրկին մեկնարկել է Nexus Կապան ջերմատնային ձեռնարկության կլաստերի ընդլայնում նախաձեռնությունը։ Կարող են դիմել ինչպես տվյալ բնակավայրերում մշտական ապրողները, այնպես էլ Ղարաբաղից տեղահանված անձինք։ Հետաքրքրվածներին հորդորում են ծանոթանալ պայմաններին եւ դիմել մինչև ապրիլի 25-ը։ Կարևոր է, որ իրենք ունենան համապատասխան պայմաններ, առաջին հերթին հող, որովհետև մենք իրենց վերջին փուլում, ովքեր որ հասնեն այդ վերջին փուլին, տրամադրելու ենք 300 քառակուսի մետր մակերեսով ջերմատներ, այսինքն իրենք կարիք ունեն ունենալու 400-450 քառակուսի մետր չափով հողային տարածք, հարթ հողային տարածք եւ նաեւ ջրային ջուր, մշտական հոսանք եւ գազ, որովհետեւ նաեւ ծբրանը ջեռուցման կարիք են ունենալու։ Նախատեսվում է ընտրել մինչև 30 մասնակից, որոնք կզարգացնեն մասնագիտական եւ բիզնես հմտությունները։ Կսովորեն հաշվել ծախսերն ու եկամուտը, ճիշտ գնագոյացում անել, ուսումնասիրել շուկան եւ հասկանալ գնորդի վարքագիծը։ Բացի այդ, մասնակիցները կստանան շարունակական խորհրդատվական աջակցություն իրենց գործունեությունը արդյունավետ կազմակերպելու եւ շուկայում մրցունակ դիրք գրավելու համար։ Նախապատվությունը կտրվի գյուղատնտեսության ոլորտում փորձ եւ գիտելիք ունեցողների։ Առաջին հերթին իրենք կմասնակցեն գյուղատնտեսության ոլորտի դասընթացների, տեսական եւ գործնական դասընթացի, որը կվերաբերի ոչ միայն ընդհանրապես գյուղատնտեսությանը, այնպես էլ ջերմատան պայմաններում տարբեր մշակաբույսերի աճեցման առանձնահատկություններին եւ ընդհանրապես ջերմատան։ Դասընթացի փուլը հաջողությամբ ավարտած, ավելի պատրաստված, փորձառու եւ մոտիվացված 17 մասնակից հնարավորություն կստանա համաֆինանսավորման սկզբունքով հիմնել ժամանակակից ջերմատուն։ Իրենց համաֆինանսավորումը վերաբերելու է տեղադրմանը, ինչպես նաև այդ լրացուցիչ համակարգերին, ոռոգման համակարգ, հովացման համակարգ, ջեռուցման համակարգ եւ այլն։ Եվ արդեն սեզոնի սկզբին մենք իրենց տրամադրելու ենք նաև սերմեր եւ սածիլներ, որպեսզի կարողանան սկսել իրենց արտադրությունը։ Իդեպ ծրագրի հիմնական նպատակն է մարզային շուկան ապահովել թարմ տեղական կանաչիով ու բանջարեղենով, իսկ մեկ համայնքում կենտրոնացումը միտված է կլաստերի ձևավորմանը, որպեսզի մասնակիցները կարողանան համատեղ լուծել առկա խնդիրները, մշակության կազմակերպումից մինչև հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքար եւ շուկայահանում։ Հենց դրա համար փորձում ենք ջերմատները հավաքել կոնկրետ բնակավայրում կամ բնակավայրերում, որպեսզի այդ համագործակցությունը շարունակաբար լինի։ 2024-ից 25 թվականներին ծրագրի առաջին փուլով Գորիս եւ Կապան խոշորացված համայնքներում կառուցվել է շուրջ 50 ջերմատուն։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։